Մենք ապրում ենք աշխարհի ամենագեղեցիկ, ամենավարդագույն եւ ամենահյուրընկալ քաղաքում։ Այստեղ են բնակվում գյումրեցիներ, լոռեցիներ, ապարանցիներ, մարտունեցիներ, հոկտեմբերյանցիներ, մի խոսքով բնիկ երևանցիներ։ Երևանում կողք կողքի ապրում եւ աշխատում են տարբեր մարդիկ։ Օրինակ, կենտրոնի մասնավոր դպրոցներից մեկի վախկոտ տնօրեն պարոն Ծիրոյանը եւ համառ ուսմասվար Տիկին Ուլյան։ Ակումբային կյանքով ապրող, փողին փող չասող, անփոք երիտասարդներ Էրիկը եւ Նարեկը։ Հենց այստեղ է նկարահանվում կոտրված մեխակ ամենառեյտինգային հեռուստասերիալը։ Եվ իհարկե մեր քաղաքում իր մշտական բնակությունն է հաստատել Ստեփանակերտցի Ստեփան Արցախյանը։ Նրանք տարբեր են, բայց բոլորն էլ սիրում են Երևանը, համար մեկ քաղաքը աշխարհում։ Սա նոր-նորքն է, Երևանի ամենաբարձրադիր թաղամասերից մեկը։ Հենց այստեղ վարձով, բայց իր մշտական բնակությունն է հաստատել ազնիվ Ստեփանակերտցի Ստեփան Արցախյանը, ով ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչի հաշվին են վայրկենական լուծվում իր անլուծելի խնդիրները։ Աղջիկիտը, էտերեք լայախ չարեցիք կակ երեխուս կնունքին, գյոզալական կնունքին։ Սերջան, մի նեղացի էլի, գիտես, նվեր չունենք դրա համար չենք եկել։ Ամոթ քեզ, բա դու իմ քուրը չես, ինչ նվերի մասին ա խոսքը, բա չես ամաչում։ Հիմա ով ա նվեր բերում ես, որ դառնա։ Լի դուս փողը կբերեիք, հիմա սաղը փող եմ բերում։ Բարյոշիդա, ոնց Էրիկ ջի խոխի կրունքը ոնց անցավ։ Շատ լավ Ստյոպ ջան։ Նենց ճոխ կրունք արեցինք, հարևանից ջիպը նախանձից պայթեց։ Լավ։ Նախշում բաճի, ոնց ես։ Ոնց չոլո։ Ստյոպ, բա դուք չեք ուզում խոխա ունենաք։ Օժում ենք, Շեդա, օժում ենք։ Համա չտացվում։ Մեր արագինն էլ ապազդանյալ տալիս, մեր բաղթի մեր հետա։ Ստյոպ, բայց ես քեզ մեռա չէ ասելով, արի գնանք մի հատ երեխա որդեգրենք։ Շաշտ կտրելի դա։ Ես խարխի խոխի վրա ինչ գարանտիա ունեմ։ Ինչ մանես որ վաղ միսոր մեծանա մեծ տայս դուս չի հանի։ Ստյոպ, նախ տիտուն ունենաք, որ ձեզ տնից դուրս հանի։ Հետո էլ ես իչա ձեր վիճակը։ Ո մի հատ երեխա չունենաք, սեփական երեխու պամպերսից հոտ քաշեք։ Գիտես ինչ եմ ասում։ Ասում մի հատ երեխա որդեգրեք։ Գոնե այդ երեխան առիթից կօգտվի մի բանի կհասնի, ձեզ էլ կպահի։ Ինչ արից էլ։ Հեչ։ Ասում եմ ես մի ծանոթ ունեմ, կարա ձեզ օգնի։ Ասա համաձայն ես։ Ստյոպ, խնդրում եմ համաձայնվի էլի, նենց լավ կլինի։ Լավ, համաձայնվի։ Ստեփան ջան, ինձ Սեդան ասեց ձեր խնդրի մասին։ Ես միանգամից սաղ երեխեքի մեջից ջոկեցի ամենալավ, ամենաընտիր երեխուն ու բերեցի ձեզ։ Խնդրեմ, մնում ա մենակ ստորագրեք։ Լավ էլ խոխը է։ Անումդ ոնց է բալիկ։ Վալեր։ Как раз հույսանից է, Վալերա։ Հա ես էդ էլ եմ հաշվի առել։ Սեդանից տվել էր բոլոր տվյալները, ես ըստ այդ տվյալների ընտրեցի երեխուն։ Ու իմ ու ամբողջ կոլեկտիվի համար մեծ պատիվ է, որ Ղարաբաղցիների ընտանիքն է որդեգրում մեր լավագույն երեխային։ Ապրեք, շատ շնորհակալ ենք մենք ձեզանից։ Շնորհակալ ենք։ Դե լավ, ես գնամ, բայց մի հատ խնդրանք էլի, կարամ շաբաթը մի անգամ գամ երեխուն տենամ։ Конечно, проблем կա ոչ։ Երբ օժմ եք եկեք, մեր տորն է միշտ ձեր համապալիսի։ Պապուրս գնում ինձ մի թող ստեղ։ Ալա սպասի։ Այս խոխ ենք ունն, հա։
Դե գիտես ոնց, ինձ բոլոր երեխեքն է պապա են ասում։ Ապուշ, ինչ ամացել ես ես մարդիկ Ղարաբաղ ձեզ սեփակաները խուտիր անցես տալի։ Արի բալես, արի մաման, քեզ մնակ չի տոս։ Կներեք շփոթմունք ա եղել, ուրիշ երեխուն պետքա բերեի, իմ երեխուն բերել։ Փաստորեն, եթե ես երեխում մաման հիմա չկար, հերս հենց հանգիստ թողելու էր ու գնար։ Այմար չեմ հասկանում, ես ձևի մարդիկ են։ Ինչ հասկանաս։ Գիտում ես ես սկանում եմ։ Հադե բաբոս դուզի ասում լի։ Ծնող բիդի տերնաս, Պետք է ծնող դառնաս, որ ծնող են ղադիրի գիդես։ որ ծնողի արժեքը իմանաս։ Սա Երևանի կենտրոնում գտնվող մասնավոր դպրոցներից մեկն է, որտեղ աշակերտների ներկայացուցչական մեքենաների համար կառուցվել է հատուկ ստորգետնյա ավտոկայան։ Հենց այս դպրոցում են աշխատում վաղկոտ տնօրեն պարոն Զիրոյանը եւ համառ ուսմասվար տիկին Ուլիանը։ Պարոն Զիրոյան, ես 10 ժամանակ ծամոն ծամել եմ, ճիշտ է, բայց ձեր դրան հետևի կատարվածի հետ կապ չունեմ։ Չես արել, հա? Ես հիմա քեզ կապացուցեմ, որ դու արել ես։ Եթե դու 10 ժամանակ ծամոն ես ծամել, ապա դու 100% նաև ծխել ես։ Եթե դու ծխել ես, ապա զուգարանում, իսկ եթե զուգարանում, ապա դու ծխելու հետ մեկտեղ նաև հոգացել ես քո կարիքները։ Իսկ եթե դու կարողացել ես այդ կեղտոտ եւ անհարմար զուգարանում հոգալ քո կարիքները, ապա դու դա պատրաստ ես անել ամեն տեղ։ Հետևաբար իմ դրան ետևում արած կակաշիկի հեղինակային իրավունքները քեզ են պատկանում։ Մեկ էլ որդ կասես, թող շուկայում իրա կաշկակշելը չթողի գա քո համար բարեխոսելու։ Դու ազատված ես դպրոցից, գնաս տեղից։ Անցեք։ Պարոն Զիրոյան։ Մի րոպե, տիկին Ուլյան, ինչ եք այրոպորտում 20 հոգու հաշիվ փակողի անգույն դեմքով վրաստայում, ինչ է պատահել։ Պարոն Զիրոյան, խնդրում եմ ինձ բացատրեք։ Սա ուսուցչու կեցվածք է։ Այսպես պետք է ներկայանա ուսուցչուին։ Ինչ պետք է սովորել մեր աշակերտությունը նման վուլգար պերսոնաժից։ Հանգստացի այդ ձեմնիկ, թե դες մտածում ես ուսմասվարը ձայնդ կարող ես բարձրացնել վրես։ Մի վարկյան։ Մի հատ ինձ խնդրում եմ Ուլյան բացատրի ինչ է կատարվում։ Բացատրեմ, պարոն Զիրոյան։ Մեր սիրելի ընկեր Կարապետյանը գալիս է դասի եւ փոխանակաշխարհագրություն դասավանդի, երեխաների հետ նստում եւ բամբասում է հայկական շոու բիզնեսից։ Թե ով ում է պրոդյուսերություն անում, ինչքան է անում, երբ է անում, որտեղ է անում, լավ է անում, վատ է անում։ Մի հատ մեզ մենակ թողեք, ես բան եմ խոսելու։ Դուրս եկեք տիկին Ուլյան։ Լավ։ Նստեք։ Նոնա ջան, ես քեզ 1000 անգամ խնդրեցի, ասեցի, տունը մի քանի բան ընթերցի, որ գազ գոնե երեխաների ինչ-որ բան պատմես, հասկանում ես, Ուլյանը կզանգի նախարարություն եւ կբողոքի։ Զանգումը թո զանգի։ Ախր նոնա ջան, ես հասկանում եմ, որ քո սիրեք ընկերը այդ հարցերը կլուծի, բայց ինձ վրա խոսակցություն կգա, մեր դպրոց ախր շատ հարգված դպրոց է։ Պարոն Զիրոյան, ինչ կարում եմ, այն էլ անում եմ, ուզում եք ուզեք, չեք ուզում դիմացեք։ Լավ նոնա ջան, մի ներվայնացի, ես այդ հարցերով կզբաղվեմ, այժմ դու ազատ ես, հաջողություն։ Բայց շատ լավն էր, շատ ձգոտ էր։ Ինչ ես խոսում, Զիրոյան, խոսքը դրա մասին չի։ Դուք ավելի լավ մտածեք, ինչ եք պատասխան տալու Ուլյանին։ Ճիշտ եք ասում, Զիրոյան։ Լավ, ես մտածեցի։ Տիկին Ուլյան, ներս եկեք մի հատ։ Այո, պարոն Զիրոյան, հեռացրեցիք այդ հապտոփուգեն։ Ոչ, տիկին Ուլյան, ես այս հարցին ուրիշ լուծում տվեցի։
Սրանից հետո նոնան երեխաներին ոչ թե աշխարհագրություն կդասավանդի, այլ կզբաղվի երեխաների սեռական դաստիարակությամբ։ Այսինքն, պարոն Ջիրոյան։ Ինչ այսինքն, Տիգին Ուլյան, կգադասի, երեխաներին կնստեցնի, կպատմի, թե ով ում է պրոդյուսերություն անում, որտեղ է անում, ինչքանով է անում, երբ է անում, ինչ դիրքերում է անում, մի խոսքով ամբողջը կպատմի։ Պարոն Ջիրոյան, կես։ Ոչ մի բաց, Տիգին Ուլյան, գնացեք և դասացուցակում ավելացրեք սեռական դաստիարակություն ժամը։ Սեռական դաստիարակություն։ Այո, սեռական դաստիարակություն։ Սեռական դաստիարակություն։ Հիշեք, սեռական դաստիարակություն։ Սեռական Տիգին Ուլյան, հասկանում, այո, դա ձեր համար մի քիչ խորտ բառ է, բայց սեռական։ Մուրս սաներ, նավ պրծանք։ Եթե ես նոնային գործից հանեի, դառնալու էի նոնայի ընկերոջ նորանգերուհին։ Սա գիշերային Երևանն է, որը հայտնի է իր բուռն ակումբային կյանքով։ Այստեղի ակումբներից մեկում են բնակվում անհոգ երիտասարդներ Էրիկն ու Նարեկը, որոնք աշխարհի բոլոր հաճույքներից կշտացած փնտրում են նոր արկածներ։ Հույսև տեսավ ոնց էի պարում ապե, հույսև սաղ ինձ էի նայում։ Ախպեր, ոնց որ ալա դու խվան պարեր, այդ է խզարում։ Որ ալան ապե, գալկնի մարդը ապե։ Հա, լավ լսուս, լսի, երեք չես իմացը չէ, տս ինչ ա եղը։ Ախպեր լսի երեք տունը բան չկա գիդես անելու, նստած գարրասկոպ եմ կարդում, ախպեր ջան։ Մեկ էլ ես գարրասկոպում գրացա բա, դուք այսօր կոնֆլիկտ կունենաք պաշտոնական անձի հետ։ Պաշտոնական անձի։ Ախպեր, 5 րոպե չանցավ ախպեր պապան եկավ տուն, սկսավ չամրվել կպրշկել ինձի բան տենց հավայի բան վիրավորում էր բան, որոշեմ քաշքշինք բրբրտինք իրար եկա քփուր քյավար կապինք բան ագին տենց կռիվ դավի ախպեր մաման մեծը բաժնեց տենց Որսև կանչեր գլուխը ծխի եմ։ Հրած եմ հորս հետ եմ հակի, արա, հորս հետ մենակ ես իրավունք ունեմ։ Ապե պաշտոնի այդ գարրասկոպները ճիշտ է, էլի ապե։ Ապե չոտքի ճիշտ է, ապե ոնց գրածերը տենց եղավ։ Որսև տոպտոշտի տես դեպքի մետ եղավ, որսև։ Ավտոյ կանգնեցեմ ապե սվետաֆորի տակը։ Ոնց ախպե, դու սվետաֆորի տակ կայնում ես։ Ապե դի ավտոն փչացել է, էլի։ Մեկը հետևից սեկավ սես խապեց ապե, մտավ ավտոյից մեկ։ Էլ արեց շոբորի կաշից պանում եմ վրա, որսև դի տամեն պանում եմ ատամներ լացում եմ փորը, որսև ասում եմ աղջի, դու եկը խամերը չես տենում, արա գալի մտնում ես, արա հույսա եմ ապե։ Դու լրիվ բողք ես։ Ես չես պատմում եմ ընտանեկան կոնֆլիկտ, դու ինձի ճանապարհ տրանսպորտային պատար։ Ինչ ապե։ Ճապե, ապե մի պատմի ոչ մի բան, ես պետ լավ բան եմ մտածի աղջիկ կպցնելու մոմենտով, նայ, մետ ֆորմատ, այն աղջիկան տենում ես, այն աղջիկ, նայ աղջիկ, լյուբոյ աղջիկ, գնում կայնում ես կողքը, ձե ինչ ես անում, ոչ բարև ես տալի, ոչ բնի մանի, ոչ մի բան, ոչ իրակում նայում ես ընդհանրապես, ապե, հետո մարդ կգա, քեզի կասի, Վայ, բարև ձեզ, բան, մենք ձեզ շատ ենք սիրում, կարելի է ձեր հետ նկարվել, բան, մտում դու զբյոզդ ես ջոգիր, չէ, որտև աղջիկեր կապես զբյոզդերի համար գժվում են ջոգիր, չէ, ու այդ աղջիկը փարվում է քո կրծքին։ Ինչ անում եմ կրծքին ապե։ Արա դե ձերի սաունա ես տանում, սպանիր դե։ Որսև գլուխը կճարտի ապի, որսև։ Արա դե քիչ խոսա, էլի գնա։ Ապի մը գնամ ես սաղ խոսացած է ապի։ Այ սաղ խոսացած է, ես ինձ սաղ կազմակերպել եմ, դու մենակ ապի, ոչ մի վնիմանի չես Ոչ մի վնիմանի։ Կե իրանոտ կես։ Ապի ես գոզդ եմ ապի։ Զոզ։ Դու զբյոզդ ես ապի։ Զոզ եմ ապի։ Թոյ երկիչ ես դու, ես մտացի, որ դու թոյ երկիչ ես։ Վայ, բարև ձեզ։ Ես ձեր երկերը շատ եմ սիրում, հատ կարելի է ձեր հետ նկարվել։ Արի ապի։
Այ մերսի։ Ջեմ։ Վազրատ նկատում եք էլի։ Մերսի։ Վարդես։ Ճիշտն ասած, ես հեռուստացույց շատ չեմ նայում, բայց ոնց հասկացա, ձեզ շատ են սիրում։ Ուղղակի ֆոտոխոցիկս էլ թողել եմ մեքենայիս մեջ, որ խնդրեմ այստեղ կստորագրեք, գրեք սիրով Աննային, ձեր անունն ու ստորագրեք։ Խազիշ չլինի ապարատը բերես։ Չէ, ոչինչ, դուք ուղղակի ստորագրեք։ Ոսև շտարը ոնց է Ոնց, դուք տարերը չգիտեք ու աստղ եք կոչվում։ Էս էլ մեր այսօրվա աստղերը, անգրագետ։ Անգրագետը դու ես այ ամբար։ Արանարոն դու ենքան բուտես, որ հայկական տարերը չես իմանում։ Բապի հուր։ Ապերում լսի, կեզ հիմա ասում եմ իմացի մեկն միշտ, ականջի տողարա։ Հայաստանի Հանրապետության այբուբենը գրել է Մեսրոպ Խորենացին, հասկացար։ Հա։ Ոսև գիշ։ Դե արի աղբեր, արի տնանք ես կվանատիտ ինչ են անում, տավոպես տավե աղբեր, արի։ Բապի ոսև այ բանանը գետանը գիվոնդարի Ես ոտես նրեմ ու տերես, դավար։ Սա երրորդ մասն է Երևանի ամենահայտնի թաղամասերից մեկը։ Հենց այստեղի հանրահայտ պրոդյուսերական կենտրոններից մեկում է նկարահանվում կոտրված մեխակ ամենառեյտինգային հեռուստասերիալը։ Սամվել ջան, ինձ թաղմա երաժիշտներ են պետք, կարում ես այսօր խաչոյինը վերցրես, ժամը 1-ին ըլնեք մեր մոտ։ Չէ, Սամ ջան, մարդ չի մեռ է։ Ուղղակի ես մեր սերիալի համար պիտի սաունդտրեք ձայնագրեք, ուզում եմ անպայման որ դուք լինեք։ Եղավ աղբեր ջան, կսպասեմ։ Եղավ։ Արի։ Պարոն պրոդյուսեր, այսօրվա սերիան հեղափոխություն է հեռուստատեսության մեջ։ Գրիչ, քեզ քանի անգամ եմ ասել պոլիտիկա չգրես։ Իսկ քաղաքականություն պետք չի, ինձ ողջ պապետ ողջ։ Հլասա դերավ ինչ ես այսօր խզբզե։ Մեխակի հայրը ասում է մեխակին, որ Ժաննան կապնված է ինչ-որ տղամարդու հետ։ Մեխակը շտապում է Ժաննայստուն և այնտեղ Ժաննային բռնացնում մի տղամարդու հետ։ Ժաննան նրան բացատրում է, որ այդ մարդը ընդամենը իր բարի դասատուն է։ Նրանք բոլորը ուրախանում են և զրճում են միասին։ Մի խոսքով կնկարես իմ սցենարով, հասկացար? Դուրս։ Լսիր ինձ տխմար բիծուկ, եթե 4 օր չես կատարել իմ ասածները, ես կգողանամ քո կնոջը, երեխեքին, ու կպահեմ իմ պատվալով այնքան ժամանակ, մինչև դու կկատարես իմ պահանջները։ Բարև մեխակ պապի։ Այ, բարև Թովիկյան, բարև։ Ոնց ես, տատին ոնց է։ Լավ եմ, լավ։ Ալիջան, եկել եմ հորդ տեսնեմ, երեխուս, կարուտել եմ, գնամ թոշակ ստանամ, տատդ սոված է ինձ է սպասում, գնամ։
Հայրիկ, ինչու պապիկին գումար չես տալիս։ Մեխակ, դու շատ փոքր ես, որ խառնում ես մեր ընտանեկան գործերին։ Եվ դեռ հələ պարզել չի, թե ով է քո իրական պապը։ Այնպես որ ինչ չի խառնում ես։ Հայրիկ, դու ինձ կանչել էիր, եկել եմ, ինչ է պատահել։ Հա, կանչել էի։ Իմ տղաներից մեկը պարզել է, որ Ժաննան կապնված է իմ տղեկից մեկի հետ։ Հա? Եվ ում հետ։ Իսկականից մեկն ես, հա։ Ում հետ։ Իմ տղեկից մեկը պարզել է, որ Ժաննան կապնված է այն տղու հետ, ում որ ես հանձնարարել էի, որ իմանար, թե Ժաննան ում հետ է կապնված։ Այդ ես։ Հա? Հայրիկ, ես կսպանեմ նրանց։ Հայրիկը, ես երկուսին էլ սատկացնելու եմ նկուղում վխտացող կռիստների պես։ Տեսնեք։ Հաճելի է և թուղթը կապուկ է լինում։ Չնայած ինչ եմ գտում, որ ինչ էլ։ Պարոն Գրիգորյան։ Բարև Ժան։ Բարև ձեզ։ Բայց ինչ է։ Չեմ հասկանում, ուղղակի ես ինչ է։ Պարոն Գրիգորյան, մենք մեր դասը ավարտել ենք բարի, ինչու եք դուք հիմա այստեղ, նորից ինչու եք եկել։ Ես պարապմունքի համար չեմ եկել, ես այսօր երբ տեսա ձեր երկակի տուլուպը և բակավոյ սֆինկը կատարել ես, ես հասկացա, որ ստեցված ենք միմյանց համար, եկ ամուսնանանք սիրելիս, ես ձեզ կդարձնեմ աշխարհիս լավագույն պարուհին։ Եթե իմ ընկերոջ ականջը ընկնի ձերս առաջարկության լուրը, ձեր ականջը կընկնի իմ ընկերոջ ոտքերի տակ, դուք հասկանում եք ինչ եք խոսում։ Ժաննա, ով է այս կարաբալան, ինչու են նա քեզ ծաղիկներ տալիս։ Աղջի ասա, ես ինչ անում ես մարդը ես տանը, լասա։ Ռոպե մեխակ, սա ինչ է ինչ որ դու մտածում ես։ Նա եկել էր ընդամենը ասելու, որ շատ է հավանել իմ երկակի տուլուպը և բակավոյ սվինգը։ Այո։ Էդ ինչն է դուրը դերկել։ Այլ ասեղված ծելով, հա՞։ Էդ ինչն է։ Ժաննա, լացիր իմ գրպանում, բայց մի անհանգստացիր, ամեն ինչ լավ կլինի։ Ատոն վարազդատիչ։ Խոսեք, ասեք, այդ այլասերված ծերուկը կապրի։ Ցավոք սրտի կապրի։ Ինչպես թե։ Սակայն ես շտապում եմ ձեզ ուրախացնել։ Ձեր հարվածները եղել են շատ դիպուկ, օչին դիպուկ։ Այնինչը նրան այդքան շատ օգնել է սեքսի ժամանակ, այլևս չի խանգարի բարելու ժամանակ։ Ես այդպես եմ գիտեի, ատոն վարազդատիչ։ Ես ուրախ եմ։